Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ունես ինչ-որ հավաքածու, օրինակ, դրամների կամ նամականիշների, Արամի պահարանի դարակները քարերով էին լցված։ Վայ, այսքանը որտեղից քեզ։ Այս մեկը Սար Բարձրանալիս եմ գտել, իսկ այս մեկը Բեռլինի պատից է։ Այս մեկը հորեղբայրս է բերել Եգիպտոսից, Թագավորների ձորից։ Յուրաքանչյուրի ձևն ու գույնը տարբեր է։ Քարերից շատերն ինձ իմ որևէ փորձառության մասին են հիշեցնում։ Գիտեիր, որ Աբրահամը նույնպես քարեր էր հավաքում, բայց ոչ իր պահարանում, դրանք չափից ավելի մեծ էին այնտեղ տեղավորվելու համար։ Նա ավելի քան 4000 տարի առաջ է ապրել և քարեր էր հավաքում, տեղադրում որոշ տեղերում, որպես հիշեցում։ Իսկ ինչու։ Ամեն բան սկսվեց, երբ կենդանի Աստված խոսեց նրա հետ։ Աբրահամ, հեռացիր քո տնից և թող քո բարեկամներին ու գնա այն երկիրը, որը ցույց կտամ քեզ։ Աբրահամը չէր տեսնում Աստծուն, բայց շատ պարզ լսում էր և գիտեր, թե ինչ պետք է անի։ Թողնի ամեն բան։ Աստված սա ասում է մարդուն, երբ պատրաստվում է նրան ինչ-որ ավելի լավ բան տալ։ Ես քեզ նոր երկիր ցույց կտամ, և դու մեծ ազգ ես լինելու։ Ես օրհնելու եմ քեզ և մեծ անուն ես ունենալու։ Չնայած Աբրահամը չգիտեր, թե ճանապարհն իրենց ուր է տանում, ինքն ու կինը հեռացան իրենց երկրից։ Քանի որ նա հավատում էր Աստծուն, հնազանդվում էր նրան։ Երկար ճանապարհորդությունից հետո Աբրահամը հասավ մի երկիր, որն այժմ Իսրայել է կոչվում։ Նա պատկերացնում էր, որ Աստված իրեն մեծ սերունդ էր տալու, սերունդ, որից Փրկիչը, Հիսուսն էր ծնվելու։ Այս օտար երկրում Աբրահամը կրկին ծանոթ ձայն լսեց։ Ես այս երկիրը քո սերնդին եմ տալու։ Հիմա Աբրահամը շատ վստահ էր, որ ճիշտ ճանապարհի վրա է։ Առաջին բանը, որ արեց, զոհասեղան կառուցելն էր։ Նա հավաքում էր քարերը, որը նրան հիշեցնում էր Աստծո և նրա խոստումների մասին։ Եվ հեռավոր հարավում նա հուշաքար կանգնեցրեց։ Իսկ ինչ կասես քո սենյակի քարերի հավաքածուի մասին։ Պահարանիդ վրա կարող ես ամեն անգամ դնել մի փոքր քար, որպես հիշատակ որևէ բանի։ Օրինակ, երբ նա պատասխանել է քո աղոթքին կամ պաշտպանել է։ Այդ քարերը քեզ կհիշեցնեն և կքաջալերեն, որ շարունակես վստահել և ապրել նրա համար։ Իսկ թե ինչ պատահեց Աբրահամին սրանից հետո, կիմանաս հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOCRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։